Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս եւ բարի գալուս Սուրճն ու սերն առավոտից այսօր ձեզ համար ապահովելու են Տիգրան Հարությունյանն ու Վեգա Անդրեասյանը ժամը 9:00 է արդեն 31, ինչը նշանակում է, որ առաջիկա 1.5 ժամը անցկացնելու ենք միասին։ Միասին սկսում ենք 2026-ի 24-րդ աշխատանքային շաբաթը, հունիսի 8-ն է, օրը երկուշաբթի։ Հետ ընտրական առավոտ է, բնականաբար բոլորը լարված, իրենց նախընտրած եւ ընտրած ուժերի թվերին հետևելով, օրվա ընթացքում բնականաբար կհանդիպենք ռադիոլուրի մեր գործընկերներին, կխնդրենք մանրամասնել, նրանց առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք երեկվա տաժանակիր աշխատանքի համար։ Այո, աշխատանքի համար։ Այո։ Այո, մեր լրատվական ծառայությունը շարունակում է հետևել նորություններին, քիչ մնաց ժամը 10-ին արդեն տեղեկանանք, իսկ այս պայն ասում ենք բարի լույս, երաժշտական բարի լույսով։ Սուրճ ու սեր առավոտից։
9:35 կրկին ասում ենք բարի լույս նրանց ովքեր այսօր լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Իսկ այսօր մեզ հատկապես շատ են դիտում, հենց այս պահին հետևում եմ թվերին, թե քանի մարդ է մեզ դիտում, հիմնականում լրատվական նորությունների սպասումով կապի եղեք, ընդհանրապես կես ժամից ռադիո լուրի մեր գործընկերները կմիանան մեզ, ավելի քիչ, այո։ Իսկ մեր մշտական հավատարիմ ռադիո լսողներին հիշեցնենք եւս մեկ անգամ, որ մեզ հնարավոր է նաեւ դիտել մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո եւ կայքում armradio.am։ Իսկ մեր ամենաօպերատիվ ռադիո լսողները, որոնք մեզ նաեւ դիտում են, հասցրել են մեկնաբանություններ թողնել, Էդիկ Բաբուջյանը ավանդական սուրճ, սրտիկներ ուղարկել է մեզ, Վարդգեր Գևորգյանն էլ գրում է բարի լույս Հայաստան ջան, բարին լինի։ Բարի լույս, իսկ դες կորը սկսում ենք անդրաժեշտ տեղեկատվությամբ, այս պահին Երևանում 21 աստիճան տաքություն է, հասկանանք օրվա ընթացքում ինչ պատկեր են մեզ համար կանխատեսել օդերևութաբանները Հայաստանի տարածքում։ Ահա, եւ այսպես, այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ տեղ-տեղ հնարավոր է նույնիսկ կարկուտ։ Ունենք նաև քամի հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Բայց մի վհատվեք, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, բարձր ջերմաստիճանը կպահպանվի օրվա ընթացքում։ Այսօր երեկոյան Հիմա Երևանն է սա արդեն։ Այո, Երևանում նույնպես ժամը երեկոյան կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, էլի առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ, ինչպես նաեւ ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 17-ից 20 վարկյան արագությամբ։ Բայց կունենանք +30 օրվա ընթացքում, այնպես որ բավականին շոկ է լինելու, ովքեր որ սպասում էին շոկ եղանակին, խնդրեմ վայելեք։ Գնանք հանրապետության ճանապարհներ եւ տեսնենք թե ինչ պատկեր է այս պահին։ Իրականում լավ եղանակը դրական ազդեցություն է ունեցել նաեւ ավտոճանապարհների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, գրեթե չկան փակ ճանապարհներ եւ ինչպես Վրաստանից եւ Ռուսաստանից էլ տեղեկացնում են ճգնաժամային կառավարման կենտրոնից Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեսնենք ինչ պատկեր է Երևանյան փողոցներում, այս պահին խցանումային նիշը 5 բալ է, սանդղակը թեև խցանումները այդքան շատ չեն, բայց արի ու տես այս պահին ունենք 5 ավտովթար, մեկը փաստորեն Կոմիտաս պողոտայի վրա է մի ավտովթարը, Կորյուն ներողություն Միասնիկյան իջնող հատվածում ունենք ավտովթար, ես շարունակում եմ թարմացնել քարտեզը, քիչ առաջ նաև ավտովթար ունեինք Բարեկամության մետրոյի մոտ, Կոմիտաս պողոտայի վրա ունենք 2 ավտովթար տարբեր հատվածներում եւ 5-րդ տեսնենք ուր կորավ 5-րդ ավտովթարը երևի թե վերջացավ Հուսանք որ շատ վնասներ չեն կրել Աբովյան պուրակի մոտ ահա խնդրեմ եւս ունենք ավտովթար այսպեսին է պատկերը անգամ կոչանենք ավելի զգույշ լինել ավելի զգույշ վարել հուսանք որ լուրջ վնասներ չեն կրել ինչպես ավտոմեքենաները, այնպես էլ որ էլ ավելի կարևոր է ոչ ոք չի տուժել։ Գնանք օդային տարածք, ըստ Զվարթնոց օդանավակայանի կայքի այս պահին ժամանումների սանդղակում ունենք 3 ուշացում։ Հիմա կանդրադառնանք ուշացումներին։ Ունենք ուշացում Դուբայից եկող չվերթը 11:25-ի փոխարեն կժամանի 13:15-ին, երկրորդ Դուբայի չվերթը նույն փաստորեն գրաֆիկով, 11:25-ի փոխարեն 13:15-ին վայրեջ կկատարի եւ եւս մեկ ուշացում ունենք Իտալիայից Բարի քաղաքից 11:55-ի փոխարեն օդանավը վայրեջ կկատարի 12:14-ին։ Տեղափոխվենք մեկնումների դաշտ, հասկանանք այստեղ ինչ վիճակ է։ Այստեղ կարծես չունենք դարձել 2 ուշացում, Դուբայի 2 չվերթները ուշացած կգան, ուշացած էլ կմեկնեն 12:25-ի փոխարեն 2 չվերթները կմեկնեն Երևանից 14:05 րոպեին։ Եթե պլանավորում եք ճամփորդել, վստահաբար չի խանգարի տեղյակ լինել տարադրամի փոխարժեքի մասին, ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 368 դրամի եւ 54 լումայի, եվրոն 428 դրամ է 98 լումա, ռուսական ռուբլին 5 է, վրացական լարին 138 դրամ է 8 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը համարժեք է 496 դրամի եւ 57 լումայի, դիրհամն այսօր 100 դրամ է եւ 34 լումա եւ տեսնենք թե իրանական ռիալը ինչ արժեք ունի այսօր 0.26, այո։
Այսպիսին է պատկերը, անհրաժեշտ տեղեկատվության մի մասը ներկայացրեցինք, ունենք նաև օրացույցային տվյալներ, որը քիչ անց կբացենք, հունիսի 8-ի օրացույցը կտեղեկանանք տարիներ առաջ գրանցված իրադարձություններին, նաև կիմանանք թե ովքեր են ծնվել հայտնի մարդկանցից այսօրը։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:45 րոպե դուք լսում եւ դիտում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ այն մարդիկ, որոնք մեզ դիտում են, նաև մեկնաբանություններ են թողնում մեր Facebook-յան էջում ունենք նոր մեկնաբանություններ։ Անգրիկորյանն է մեզ բարի լույս մաղթում, Լուտո Խաչատրյանը նույնպես գրել է բարի լույս, Շաղինե Հակոբյանն է գրել է բարի լույս Լոս Անջելեսից։ Լոս Անջելեսում սիրով լսում ենք ձեզ, շատ հաճելի է, մենք էլ ձեզ ենք բարի լույս մաղթում Օվկիանոսից այն կողմ, չէ, արդեն բարի
Երեկո։ Բարի երեկո, Բարի այո, երեկո։ բարի երեկո։ Մարիամ Գուլքանյանը նույնպես գրում է բարի լույս եւ լավ որ մենք էլ ենք միանում բոլոր մաղթանքներին եւ հասկանանք թե օրը ինչով է լավը եղել, ինչով է նշանավորվել պատմության տարբեր ժամանակաշրջաններում։ Այո, հիշեցնենք, հունիսի 8-ն է օրը երկուշաբթի, այսօր նշում ենք օվկիանոսների համաշխարհային օրը, հետաքրքիր տոն, որ ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2009-ի փետրվարի 12-ին։ Ահա, Եվ հետաքրքիր է։ պաշտոնական բարձր մակարդակով օվկիանոսների համաշխարհային օր նշելու գաղափարը հնչել է 1992-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ։ Համաշխարհային օվկիանոսի հետ կապ ունեցող բոլոր երկրները տոնում են այդ օրը։ Մենք օվկիանոս չունենք, մենք ունենք լիճ, Սևան, բայց տոնը մնում է տոնորացույցում եւ այն չես կարող չեղարկել։ Այո, տեսնենք թե այլ ինչ հետաքրքիր տոներ կան, որ այսօր նշվում են։ Դե գիտեք, որ թե միջազգային, թե հատկապես արևմտյան օրացույցում, հատկապես նահանգների, միշտ նաև տարօրինակ օրեր են տեղի ունենում։ Այսօր տանտիրոջ եւ տանտիրուհու միջազգային օրն է։ Դեռ չենք բացում նահանգների հետաքրքիր օրացույցը, շարունակում ենք միջազգային օրերը եւ նաեւ գլխուղեղի ուռուցքի համաշխարհային օրն են այսօր աշխարհում նշում եւ հետաքրքիր մի տոն բոլոր տնային տնտեսուհիների համար գուցեև այսօր Փոշեկուլի ծննդյան օրն է ամենայն լրջությամբ։ Շնորհակալություն հայտնենք երևի թե ստեղծողին, Փոշեկուլի հեղինակին։ Իհարկե հիմա այն ավանդական Փոշեկուլը կարծես թե քիչ դուրս է գալիս գործածությունից, բոլոր այդ ռոբոտների յետևից են ընկած եւ փորձում են այդ ռոբոտ Փոշեկուլները ձեռք բերել, որոնք շրջում են տանը եւ մաքրում տարբեր ձևերով, տարբեր նյութերով, թաց մաքրում, չոր մաքրում։ Ինչ ուզես անում է հիմա Այո, ինչ ռոբոտը։ ուզես անում է ռոբոտ Փոշեկուլը։ Բայց արյուտես, որ այսօրը կապված է առաջին Փոշեկուլի արտոնագրման հետ 1869-ին է հունիսի 8-ին է ամերիկացի գյուտարար Իվես Մակգեֆին արտոնագրել է ձեռքով աշխատող վաղ Փոշեկուլը, որը համարվում է այս սարքի նախատիպերից մեկը։ Հետևաբար, եթե նկատի ունենք Փոշեկուլի ծննդյան օրը, ապա այն նշվում է հենց այսօր հունիսի 8-ին։ Դե ինչ շնորհավոր ենք։ Եվս մի միջազգային օր կա, որը կհասկանան միայն ինտերնետ ոլորտում, ինտերնետի հետ կապ ունեցող ծրագրավորողները կամ մարդիկ, որոնք on-line միջավայրում են աշխատում, IPv6, IPv6-ի միջազգային օրն է, ես սա փնտրեցի, սա on-line անհատականության, անվտանգության դրա հետ կապված ինչ-որ մի երևույթ է, որը չգիտեմ ինչ է, բայց ամեն դեպքում օր ունի եւ նշվում է միջազգային մակարդակով։ Ահա, այսքանը միջազգային օրերից գնանք բացենք տարբեր երկրների ազգային օրացույցները, սկսում ենք ինչպես միշտ ամերիկյան օրացույցից եւ ախնդրեմ այսօր լավագույն ընկերների ազգային օրն են նշում ամերիկացիները։ Շնորհավոր ենք մեր լավագույն ընկերներին Շնորհավոր այսօրը։ ենք, ինչու ոչ։ Այո, դուք նույնպես կարող եք առիթից օգտվել եւ մեր Facebook-յան էջում օրինակ մեկնաբանությունների տեսքով շնորհավորել ձեր լավագույն ընկերներին, առանց նրանց խոստովանեն կյանքը հետաքրքիր չէր լինի։ Լավագույնին տրամադրվելու ազգային օրն է։ Շատ հետաքրքիր։ Սիմվոլիկ է մի տեսակ այսօր։ Տիգրան, հիմա ինչպես կարծենք հաջորդ ազգային օրը, որը նշվում է նահանգներում եւ հանկարծ չկարծեն թե Արյուտ։ ինչ որ ակնարկ կա։ Չէ, ակնարկ չկա, լավագույնին տրամադրվելու ազգային օր, այսպեսին է անվանումը, նաև դոնդողով պկաբլիտների ազգային օր են նշում ամերիկացիները։ Այ հաջորդը խնդրեմ դուք։ Այս սրա մասին էր խոսքը, Միացյալ Նահանգներում չգիտես ինչու է, որ հենց այսօրն է, բայց նշում են վատագույնից լավագույնն ընտրելու ազգային օրը։ Սա ընտրության հետ կապ չունի։ Սա ընտրության հետ կապ չունի, մենք պատրաստ ենք տրամադրել հղումը կայքի, որտեղից կարդում ենք այս բոլոր տոները, որ հանկարծ սխալ չհասկանաք։ Ահա, գնանք Անգլիայի ազգային օրացույց, այնտեղ նշում են գահակալի ծննդյան օրը։ Իդեպ հետաքրքիր է, Տիգրան, որովհետև Ավստրալիայում էլ նմանատիպ մի տոն է, թագուհու ծննդյան օրն են նշում, նաև ինչ որ այսպիսի օր։ Պերույում նշում են ճարտարագետի օրը, Ռուսաստանում նշում են սոցիալական աշխատողի օրը։ Եվ ուշադրություն վերջին շրջանում նկատել եմ, որ Ռուսաստանում էլ են սկսել շատ տարօրինակ տոներ սահմանել, ոչ պաշտոնական եւ նշել, դրանցից մեկը հետեւյալն է՝ Պետերբուրգյան կատուների համաշխարհային օրը։ Նույնիսկ համաշխարհային։ Նույնիսկ համաշխարհային, նրանք որոշել են, որ ամբողջ աշխարհը պիտի նշի Պետերբուրգյան կատուների օրը։ Եվս մեկ օր ռուսական օրացույցից խորհրդավոր նշանների եւ կանխատեսումների օր են դա երևի այն, նշում որ ռուսները։ աղը թափում էինք վրան, պարտադիր խաչ էինք անում, այդ Խորհրդավոր հետ նշաններ։ խորթային, այո։ Ինչ ունենք էլ Ահա, Ֆրանսիայում նշում են հանուն Ֆրանսիայի հնդկաչինում ընկածների հիշատակի ազգային օր։ հետաքրքիր է։ Այսքանը։ Օրերից քիչ անց կանդրադառնանք նաև հետաքրքիր դեպքերին եւ իրադարձություններին, որոնք գրանցվել են նույնպես այսօրը հունիսի 8-ին տարիներ առաջ։
what's up? Come pull up in my spot. Let's keep the night glowing. I don't ever wanna stop. I'll never leave this road. I'ma need a blow. Sky is turning blue. Let it clear the slow whip stain on the wind. Pieces about to blow. Sinking in my teeth. I bite on it. You and me in the darkness, I would never leave. We both saw this moment coming from afar. Now here we are. So run from the sunlight, Dracula. Run from the sunlight, Dracula. Run from the sunlight, Dracula. Isn't the view spectacular? Dracula, run from the sunlight, Dracula. Isn't the view spectacular? Run from the sunlight, Dracula. Run from the sunlight, Dracula. Isn't the view spectacular? 9:53 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ վերադառնանք պատմության էջեր եւ հասկանանք թե ինչ իրադարձություններով է նշանավորվել հունիսի 8-ը տարբեր տարիներին։ Այո, սկսենք 1964 թվականից Իսլանդիան դառնում է ՄԱԿ-ի անդամ։ 1949-ի հենց այսօրն է փաստորեն Լոնդոնում 25000 օրինակով լույս տեսել Ջորջ Օրուելի հայտնի 1984-ը։ 1946-ին ստեղծվեց լրագրողների միջազգային կազմակերպությունը։ Շնորհավոր մեր բոլոր գոլեգաներին։ 1912-ին Լոս Անջելեսում հիմնվել է Universal Pictures կինոստուդիան, հոլիվուդյան ամենահինը։ Դե ով չի լսել այդ մասին, չէ՞, ով չգիտի հանրահայտ Universal Pictures-ի մասին։ Այո։ 1869-ին, ինչպես արդեն քիչ առաջ խոսեցինք, նաև Չիկագոյում Այվաս Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը։ Ահա, Անգլիայի թագավոր Ռիչարդ Արյուծասիրտը, խառնեցի կարծես թե Հռոմի սենատը Գալբային հռչակեց Հռոմի կայսր 68 թվականին։ Տեսնենք ովքեր են ծնվել հայտնի հոբելյարներից։ Քանյե Ուեսթն է ծնվել այսօր, ամերիկացի հանրահայտ рэփեր, հիփ-հոփի նաև երգիչ, 21 Grammy մրցանակակիր, նրա ծննդյան տարեթիվն է 1977-ը, համարվում է 21-րդ դարի լավագույն կատողներից մեկը։ Եվ մեր նախկին փեսան, ինչպես սիրում ենք նրան կոչել, եւս երաժշտության ոլորտի հնչեղանում բրիտանացի երգչուհի Bonnie Tyler-ի ծննդյան օրն է 1951-ի, այսօրն է ծնվել նա։ Մենք կարծում կհասցնենք մինչև հրաժամի ավարտը լսել նրա կատարումներից։ Այսօր նաև Արա Շիրազի ծննդյան օրն է, նրա ծննդյան տարեթիվն է 1941-ը, քանդակագործ, նաև բանաստեղծներ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի որդին։ Ահա։ Բրյուս Մակենդելսը ամերիկացի աստղագնաց ծնվել է 1937 թվականի այսօրը։ Այսօրն է ծնվել նաև գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը, նրա ծննդյան տարեթիվն է 1810։ Ահա, սրանք էին հոբելյարները, որոնք հայտնի են այս կամ այն ոլորտում իրենց գործունեությամբ, բայց դե մենք շնորհավորում ենք նաև ոչ հայտնի մասնագիտություններ ընտրած բոլոր հոբելյարներին, եթե այսօր ձեր ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք բոլորին, ինչպես եւ խոստացել եք, Bonnie Tyler-ի կատարումն ենք վայելում, իսկ առջևում ժամը 10-ի լուրերի թողարկումն է։ Մնացեք մեզ հետ։ Every now and then I get a little bit nervous that the best of all the years have gone by. Turn around. Every now and then I get a little bit terrified and then I see the look in your eyes. Turn around, bright eyes. Every now and then I fall apart. Turn around, bright eyes. Every now and then I fall apart. Every now and then I get a little bit restless and I dream of something wise. Turn around. Every now and then I get a little bit helpless and I'm lying like a child in your arms. Turn around. Every now and then I get a little bit angry and I know I've got to get out and cry. Turn around. Every now and then I get a little bit terrified, but then I see the look in your eyes. Turn around, bright eyes. Every
nothing I can do. A total eclipse of the heart. Once upon a time there was light in my life, but now there's only love in the dark. Nothing I can say, a total eclipse of the heart. Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Ներկայացնենք վերջին ամենաթարմ տեղեկությունները 3 տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ ամփոփել է 1980 տեղամասի արդյունքները, ընդհանուր տեղամասերի թիվը հիշեցնենք 2005 է։ Ըստ այդմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ըստ հետևյալների առաջատարն է, հավաքել է ընտրողների ձայների 715,704 ձայնը, այսինքն ավելի քան 49%-ը։ Երկրորդ տեղում ուժեղ Հայաստան կուսակցությունն է, որը ըստ ԿՀ-ի ստացել է 335,144 ձայն, սա ընտրողների ձայների ամփոփված ավելի քան 23%-ն է։ Երրորդ տեղում Հայաստան դաշինքն է 142,965 ձայնով, դա մոտ 10%-ն է։ ԲՀԿ-ն 4-րդ հորիզոնականում է եւ ստացել է ըստ այս տվյալների 57,042 ձայն, սա մոտ է արդեն 4%-ին։ Քվեարկության մասնակիցների թիվը ըստ 1980 տեղամասերի ամփոփված տվյալների 1,453,780 է։ Տեղեկացնենք նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարբերաբար ամփոփում է տեղեկությունները եւ բոլոր մանրամասները ռադիո լուրը կներկայացնի մեր առաջիկա թողարկումներում։ Ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ այն միանձնյա կձևավորի կառավարություն, դրա մասին հայտարարել է կուսակցության ղեկավար գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի լույս 8-ի գիշերը կայացած ասուլիսում մեջբերում։ Ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն, հայտարարել է Փաշինյանը նրա ձևակերպմամբ, սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը եւ իհարկե մենք ունենալու ենք տևական եւ ինստիտուցիոնալ խաղաղություն, ասել է գործող վարչապետը։ Ընդդիմությունը քննադատել է վարչապետին, համարելով, որ քաղաքացիական պայմանագրի կողմից միանձնյա կառավարություն ձևավորելու մասին նրա արված հայտարարությունը արվել է վաղ գիշերը, երբ դեռ չէին ամփոփվել ամբողջական տվյալները տեղի ունեցած քվեարկության։
Անկախ դիտորդը պահանջելու է անվավեր ճանաչել կամ վերաքվեարկություն նշանակել 12 կոտորակ 13 եւ 35 կոտորակ 65 տեղամասերի արդյունքները դրա մասին գրել է անկախ դիտորդը ներկայացնող Դանիել Իոաննիսյանը 12 կոտորակ 13-ում ԱԺԲ-ի քվեաթերթիկների բացակայության հիմքով 35-65-ում ժամը 20-ից քվեարկության սենյակում չգտնված հարյուրավոր ընտրողների զինվորականների քվեարկության հիմքով գրել է Իոաննիսյանը։ Հիշեցնենք, որ ընտրությունների քվեարկությանը 3 հետևում էին բազմաթիվ տեղացի դիտորդներ, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, նրանք այս պահի դրությամբ դեռևս չեն ամփոփել իրենց արված դիտարկումների արդյունքները։ Տեղեկացնենք նաև, որ վարչապետը Վրաստանի Իրակլի Կոբախիձեն առաջիններից մեկն է շնորհավորել Հայաստանի վարչապետին խորհրդանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Կոբախիձեն գրառում է կատարել X-ում. Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը ի նպաստ Վրաստանի եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման, հանուն մեր ժողովուրդների բարօրության, գրել է Վրաստանի վարչապետը։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նույնպես առաջիններից մեկն է, որ շնորհավորական ուղերձ է եղել Հայաստանի վարչապետին խորհրդանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի հաջողության կապակցությամբ։ Իր ուղերձում Տոկաևը նշել է. ըստ միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների Հայաստանում ընտրական գործընթացը անցել է բաց, երկրի գործող օրենսդրությանը լիովին համապատասխան եւ քաղաքացիների ազատ կամ արտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ։ Իր ուղերձում Տոկաևը Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք ուղղված Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի կյանքի կոչմանը։ Տեղեկացնենք նաև, որ երեկվա ասուլիսում վարչապետը անդրադարձել է արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի, պատասխանելով ռուսական Իզվեստիա թերթի թղթակցի հարցին, նա նշել է Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ մերձեցման կուրսը, սակայն կշարունակի նաև մասնակցությունը եւ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, կշարունակի նաև զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ։ Նա նաև նշել է հույս ունի, որ թե Թուրքիայից, թե Ադրբեջանից ավարտված խորհրդանական ընտրությունների վերաբերյալ կլինեն դրական արձագանքներ։ Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը եւ մենք պետք է բացենք մեր սահմանը Թուրքիայի հետ։ Նկատի ունեմ Թուրքիան պետք է բացի սահմանը, նաեւ մենք պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ, երեկ նշել է Փաշինյանը։ Ռադիո լուրը կհետևի իրադարձությունների զարգացմանը եւ բոլոր թարմ տեղեկությունները կներկայացնի ժամը 11-ին, մինչեւ այդ օրվա իրադարձությունները կարող եք գտնել մեր կայքեջում, հասցեն ամփոփող է armradio.am։ Մեզ կարող եք հետևել նաեւ սոցիալական ցանցերում։ Սուրճ ու սեր առավոտից։ Pay the toll to the angels, drawing circles in the clouds. Keep your mind on the distance.
west side as the dust flies. Watch it burn. Don't waste time on feeling. Use your passion. No return. Hold me in your heart tonight in the magic of the dark moonlight. Save me from this empty fight. In the game of life, like a poem said by a lady in red, you hear the last few words of your life. With a haunting dance, now you're both in a trance. It's time to cast your spell on the night. Abracadabra, amor una na. Abracadabra, morta ugaga. Abracadabra, abra una na. In her tongue she said, "Death or love tonight." Abracadabra, amor una na. Abracadabra, morta ugaga. Abracadabra, abra una na. In her tongue she said, "Death or love tonight." Սուրճ ու սեր առավոտից։ 10:10 րոպե մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր։ Սուրճ ու սեր առավոտից եւ իհարկե մշակութային հետաքրքիր իրադարձություններ, որոնք մենք փորձում ենք բաց չթողնել եւ լուսաբանել հնարավորինս շատ, որպեսզի դուք էլ իմանաք, թե ինչ է կատարվում եւ կատարվելու մայրաքաղաքում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այս ամիսը մշակութային տարբեր իրադարձություններով լի էր եւ եւս մեկ կարեւոր մշակութային եւ նաեւ մարդասիրական իրադարձության մասին պատմեմ, որը տեղի կունենա հունիսի 25-ին եւ 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հայաստան կժամանի աշխարհահռչակ World Doctors Orchestra-ն նվագախումբը հիմնադրվել է ավելի քան 15 տարի առաջ եւ միավորում է 2000 բժշկի աշխարհի 60 երկրից, այդ թվում Հայաստանից։ Բժիշկներ, որոնց երկրորդ մասնագիտությունը կամ կիրքը երաժշտությունն է։ Նվագախումբը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում բացառապես բարեգործական նախաձեռնություններով։ Եվ այս պահին մենք ունենք հնարավորություն զրուցելու նախագծի երկու մասնակիցներից հետ, երկու բժիշկների հետ, սոպրանո ստոմատոլոգ, վիրաբույժ ստոմատոլոգ Էմմա Արվենին ասում ենք բարի լույս, նաև առաջին ջութակ դեղագործ Մարիա Խաչիկյանին եւս ասում ենք բարի լույս։ Բարի լույս, սիրելի հայրենակիցներ։ Բարի Շատ լույս, հետաքրքիր է բարի գալուս թեման։ մեր տաղավար։ Ես գիտեմ, որ բժիշկները շատ տաղանդավոր են տարբեր ասպարեզներում, նաև երաժշտության ասպարեզում, բայց արի ուտես, որ նաև մաս է կազմել հանրահայտ World Doctors Orchestra-ին, ինչպես եղավ, ինչպես սկսվեց ամեն ինչ։ Նվագախումբը հիմնադրվել է, ինչպես նշվեց, 15 տարի առաջ Բերլինի համալսարանի, Շարիտե համալսարանի սրտաբան պրոֆեսոր Շտեֆան Վիլիխի նախաձեռնությամբ։ Նվագախմբի բացառապես բոլոր համերգները բարեգործական են։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր համերգից որևէ պահումներ չեն արվում, այսինքն ամբողջական դրամական հասույթը նվիրաբերվում է տվյալ երկրի, որտեղ կայանում են համերգները, մանկատներին, հիվանդանոցներին, ծերանոցներին եւ բուժ հաստատություններին, որոնք ունեն դրամական օգնության կարիք։ Նվագախումբը հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում, վերջերս եղավ շքեղ համերգ Կարնեգի հոլում, ԱՄՆ-ում, սակայն մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ Հայաստանում տեղի է ունենալու երկրորդ համերգը արդեն, առաջին համերգը տեղի է ունեցել 2010 թվականին, որին նույնպես միացել էր աշխարհահռչակ ջութակահար մեր սիրելի եղբայր, տաղանդաշատ, կարելի է ասել հայ ժողովրդի հոգին Սերգեյ Խաչատրյանը։ Դուք ինչպես եք այո միացել ձեր մասնակցությունը օրկեստրային։ Ես ջութակահար եմ մասնագիտությամբ եւ իմանալով մեր ընկերներից, որ կա այսպիսի հետաքրքիր մի օրկեստր,
համաշխարհային օրկեստր բժիշկների մասնակցությամբ, շատ ինձ հետաքրքրեց այդ միտքը եւ մեծ ցանկություն կար նորից նվագելու, որովհետեւ դադարը շատ մեծ էր։ Նաև դեղագործ եք։ Նաև դեղագործ եմ, այսինքն ավարտելով Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցը, ես որոշեցի գնալ բժշկական համալսարան եւ դառնալ դեղագետ։ Եվ այդ բացը համարյա թե 13-15 տարի մոտավորապես առհասարակ ձեռքս չվերցնելով ջութակը, ես շատ կարոտում էի երաժշտությունը։ Նաև մայրս է երաժիշտ եւ միշտ կլասիկ երաժշտությունը ինձ ուղեկցել է իմ կյանքում։ Եվ իմանալով այս պրոյեկտի մասին, ես շատ ոգևորվեցի եւ նորից վերականգնեցի իմ ունակությունները։ Ինձ հետաքրքրում է, կներես բժիշկները ինչպես են համատեղում լինելով զբաղված նման գրաֆիկ ունենալով նաև հյուրախաղերի գնալ եւ զբաղվել երաժշտությամբ, հանդես գալ։ Բարդ է, ինչ խոսք, բայց գիտեք, եւ բժշկությունը եւ երաժշտությունը շատ բարտաճանաչ, շատ դիսցիպլինա ունեցող, միջակություններ չեն սիրում եւ բժշկության մեջ եւ երաժշտության մեջ, այնպես որ այստեղ աշխատասիրությունը առաջի հերթին է, որ հասցնես համատեղել, այո, եւ պարապում ենք, ասեմ, օրեկան ոչ պակաս քան 3 ժամ, 4 ժամ եւ իհարկե լինել բաբուժարուները ինչ են անում այդ ընթացքում։ Էմմա, ոնց եք։ Գիտեք, ուզում եմ ասել, որ իրականում արվեստը, իսկ մասնավորապես երաժշտությունը, որն ինձ համար արվեստների արվեստն է, նույնպես բժշկության մի տեսակ է, որը չեմ սխալվի, եթե ասեմ, որ ամենավեհ բժշկությունն է։ Քանի որ մեր ձեռքերով մենք բժշկում ենք ֆիզիկապես, սակայն երաժշտությամբ եւ երգելով, երաժշտություն ստեղծելով, արարելով մենք կարողանում ենք բժշկել մարդկանց հոգիները, սրտերը, որը նույնպես շատ մեծ առաքելություն է։ Բուժառուները ոչինչ, մի 3-4 ժամ թող հանգստանան, սպասեն մեզ։ Եվ գիտեք, իրականում այնքան ենք մենք լիցքավորվում այս համերգներից, այնպիսի մեծ էներգիայով ենք լցվում ամեն անգամ, որը մեզ բավարարում է երևի թե չեմ սխալվի, եթե ասեմ տարի եւ ավել։ Այսինքն այն ուժը, որը մենք կարողանում ենք ստանալ արվեստի գեղեցկության միջոցով, մեզ սնում է նաեւ որպես բժիշկների։ Եվ մի հարց ունեմ, ինձ շատ հետաքրքրեց ձևաչափը, այսինքն ինչ հերթականությամբ, ինչպես են իրար հաջորդում երաժիշտները, քանի որ նվագախմբում նշված է, որ ավելի քան 2000 բժշկի է այն միավորում աշխարհի տարբեր երկրներից, ինչպես է տեղի ունենում, ըստ երկրների, թե որտեղ են համերգները, ըստ դրա որոշվում է, թե երաժիշտների ինչ կազմ է ելույթ ունենալու, ինչպես են այս դասավորվածությունը պահպանում։ Տեսեք, ուրեմն ամեն հաջորդ համերգի մասին արդեն իսկ նախապես իմանում են երաժիշտները, ունենալով կայք եւ գրանցվելով այդ կայքում, մենք ունենում ենք եւ համերգային ծրագիրը, եւ ամսաթվերը, եւ նախապես իհարկե բոլորը պետք է, ցանկացողները ամեն դեպքում պետք է գրանցվեն։ Եվ այսպես ըստ գրանցումների արդեն մեր դիրիժորը ընտրություն է կատարում եւ մասնակիցներին հրավիրում են տվյալ երկիր։ Շատ ճիշտ նշեց Մարիան, եւ այդ 2000 երաժիշտներից յուրաքանչյուր համերգի համար նախապես բոլորը տեղեկացվում են եւ այդ 2000 մասնակիցներից գրանցվում են ենթադրենք 100-120 մասնակից։ Տվյալ դեպքում 120 մասնակից ունենք։ Ես ուզում եմ մեծ ուրախությամբ նշել, որ նախորդ համերգներին ԱՄՆ-ում կայացած Կարնեգի հոլում գրվել էր ընդամենը 60 երաժիշտ, իսկ դեպի Հայաստան համերգների գրվել է 120 երաժիշտ, որից ես շատ ոգևորվում եմ։ Այսինքն կազմը փոփոխական է։ Կազմը փոփոխական է, մենք ունեցել ենք համերգներ աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում Չինաստանում, 10 տարի առաջ մենք եղանք մայրաքաղաք Պեկինում, շքեղ համերգով եւ երկրորդը խոշոր քաղաք Շանխայում, անմոռանալի համերգներ էին, ուղղակի առաջին նոտաներից դու ինքդ այսպես փշաքաղվում եւ դողում էիր, իսկապես զգում էիր ինչպես է հոգիդ այդ բարձր վիբրացիաներին հասնում։ Հետաքրքիր է Հայաստանից քանի երաժիշտ է ներգրաված, եթե ունենք նման վիճակագրություն, քանի բժիշկ է, որ Հայաստանից կազմում է օրկեստրի մաս։ Հայաստանից 6 բժիշկ ենք եւ մեր հայրենակիցը Տիգրանը, որը դալ պահին բնակվում է Պոլշայում, նայել է միանալու մեզ եւ բոլորս ջութակահար ենք Էման, մեր 6-րդ երաժիշտը, երգչուհի եւ սրտատրոպ սպասում ենք։
Հիմա Իսկ դուք դու ինչ Հայաստանից շատ-շատերը մասկը կազմում են, որովհետև իմ բոլոր ծանոթ բժիշկ ընկերներից մեծ մասը երաժիշտ են, կամ գիտար են նվագում, կամ երգում են եւ այլ եւ այլ։ Հավատացեք, այն բժիշկները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ կամ երկարվեստով, իրականում շատ ավելի ուրախ, թեթև մարդիկ են, որովհետև նորից եմ ուզում կրկնել, որ այն ուժը, որը մենք կարողանում ենք ստանալ արվեստի հետ շփվելուց հետո, դա չի կարող համեմատվել որևէ աշխարհիկ այլ ինչ որ հաճույքի հետ, որով մարդիկ փորձում են իրենց կյանքը լցնել։ Դուք ինչպես եք միացել եմա նվագախմբին։ Ես եւս տեղեկացել եմ նվագախմբի մասին իմ ընկերներից, բժիշկ ընկերներից եւ հենց նույն պահին, երբ տեղեկացա, նամակ գրեցի պրոֆեսոր Վիլիխին, որ այս անձն եմ հանդիսանում, միջազգային մրցույթների դափնեկիր եմ, իմ երգով ուրեմն ներկայանում եմ միջազգային բեմերում եւ միանգամից շատ դրական արձագանք եղավ եւ ինձ հրավիրեցին որպես մենակատար երգչուհի անկեղծ ասած ահռելի պատասխանատվություն եմ զգում, ինչ եթեր մտնելը Մարիայի հետ զրուցում էինք եւ ես Մարիային ասում էի Մարգիտես, եթե երրորդ կամ չորրորդ մասնակիցը լինեի, այսքան չէի հուզվի, բայց երկու համերգները բացելու պատասխանատվությունը իմ ուսերին է, այսինքն որպես մենակատար երգչուհի սկսելու եմ երգել եւ գիտեք, այստեղ ոչ միայն պրոֆեսիոնալ կերպով կատարելու հմտությունն է հարցը, այլ մարդկանց տալու այդ ճիշտ զգացողական դաշտը, որը միայն կարող է սրտով տալ եւ հոգով։ Եվ գալով հենց ամսի 25 եւ 26-ին տեղի ունենալիք համերգներին, մի փոքր խնդրեմ փակագծերը բացեք, ինչ է սպասվում, ինչ ծրագիր է, արդյոք պատասխանատվությունը ավելի շատ է, որ հենց մեր երկրում եք երույթ ունենալու, թե հակառակ ավելի հանգիստ եք։ Պատասխանատվությունը մեծ է, ինչ խոսք։ Ծրագիրը բարդ ծրագիր է, ասեմ, պրոֆեսիոնալ։ Մենք ելույթը մեր կբացենք Էրեբունի Երևան կատարմամբ, այո, մանկական երգչախումբը մեզ հետ նաև Արևիկ երգչախումբը ելույթ կունենա, գիտեք, որովհետև ինչպես սկզբում նշեցինք, սա բարեգործական համերգ է եւ քանի որ ամբողջ հասույթը վերաբերելու ենք Կաթիլ հիմնադրամին, որը օգնում է դիաբետ ունեցող երեխաներին, ուզեցինք այսպես, որ մանկական երգչախումբը եւ այդ հզոր երաժշտությունը հենց լինի բացում որպես։ Նվագելու ենք Բրամսի կոնցերտը ջութակի եւ նվագախմբի համար, մեր սիրելի Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ, որը նույնպես լուրջ եւ բարդ եւ պատասխանատու կոնցերտ է։ Եվ երկրորդ մասում կնվագենք Շտրաուսի, այսպես է ասում Զարաթուստրան, բավականին բադ գործ, բավականին հետաքրքիր գործ իդեպ, այսպես ինձ թվում է այդ էներգետիկան, այդ ուժը հանդիսատեսը կզգա միանգամից։ Հրաշալի։ Եթե այնուամենայնիվ ձեզ հիմա ընտրելու հնարավորություն ընձեռնվի, որը կընտրեք, երաժշտություն թե բժշկություն։ Երկուսն էլ։ Բարդ հարց է, այո։ Այո, իրականում շատ համեցեք։ Ես շնորհակալություն։ Ասեմ, որ բավականին խիտ եւ դժվար օր ունենալուց հետո, երբ որ վերադառնում ես տուն, բացում ես գործիքդ, հանում ես ջութակդ եւ նվագում ես։ Միթե դեռ ուժեր մնում են։ Ուժեր մնում են։ Ման առօրյայից հետո։ Գիտեք, որովհետեւ երաժշտությունը շատ է օգնում, երևի այդ բառը կսազի կտրվել առօրյայից եւ կարծես թե հակադեպրեսանտ լինի կոնկրետ ինձ համար։ Դրա համար ես կարողանում եմ, այո, այդ ամենը համատեղել։ Ես միայն կավելացնեմ, որ բացի շատ ուժեղ հակադեպրեսանտ լինելուց, նաև շատ կյանքի իրավիճակներում փրկում է երաժշտությամբ զբաղվելը։ 5 տարի ուսանելով, ապրելով Գերմանիայում, հիշում եմ ինձ իմ ծանր օրերի ընթացքում, երբ արդեն հասնում էի տուն, բավական էր, որ մեկ անգամ ուղակի լսեի Շուբերտի Ave Marian, պարզապես լսեի, եւ ամբողջ նյարդային համակարգս խաղաղվում էր, եւ ես գալիս էի ճիշտ հանգստության դաշտ, կարողանում էի արդեն զբաղվել մնացած կենցաղային ու մասնագիտական հարցերով։ Կարելի ասել, որ երաժշտությունը դες համար հոբի չէ։ Այն պրոֆեսիոնալ աշխատանք։ Միանշանակ հոբի չէ։ Հոբի է մեզ համար ձիասպորտը, հոբի է մեզ համար մեծ թենիսը։ Ինչու եմ հարցնում։ Որովհետև տեսեք, բժշկությունը անդադ պահանջում է կատարելագործում, տեղեկանալ, կարդալ, սովորել, անընդհատ այսպես խորանալ եւ տեղեկացված լինել նաեւ նորություններին ասպարեզին, նույնը պահանջում է նաեւ պրոֆեսիոնալ երաժշտական ասպարեզում գործունեություն ծավալող
մարդը։ Այո։ Այսինքն մատների այստեղ հա մոտորիկա, պետք է մարզել, պետք է ձայնը մշակել անընդհատ, հա, որպեսզի լավ մարզավիճակում լինել, երկուստ էլ այդ հա ասպարեզում եք եւ համատեղել կարծես 100% երկու ասպարեզներում էլ բարդ չէ։ Գիտեք, իրականում ոչ միայն բարդ չէ, այլ շատ հաճելի է եւ շատ հաճախ մեկը մյուսին լրացնում ու կարողանում է օգնել։ Ես նկատել եմ, որ ամենածանր վիրահատություններից հետո, երբ ես դուրս եմ գալիս, ես ուզում եմ ավելի շատ երգել։ Եվ ինչքան ավելի լավ ինձ մոտ ստացվում է երգը, ես մտածում եմ վաղը էլ ինչ վիրահատություն անեմ, էլ ոնց աշխատեմ, ոնց Ես եղել է բարելավեմ։ որ երկելով վիրահատեք։ Շատ հաճախ լինում է, որ թմրեցնում եմ երգելով, հատկապես երեխաներին։ Ես շատ երեխաների եմ բուժել, Փառք Աստծո, բարեհաջող կերպով, եւ շատ հաճախ այդ բժշկի կերպարից դուրս գալով փորձել եմ ստանալ ինչ-որ հեքիաթային կերպար եւ երգելով կարողացել եմ երեխային օգնել, որ դա վախը բուժարուներին շատ է զարմացել։ Հատկապես Ես կասեի երբ բոլորը ուրախացել, ատամնաբուժից հիմնականում վախենում են։ Համառոտ պատասխանելով ձեր հարցին, ուղղակի կասեմ, որ իհարկե հնարավոր է համատեղել։ Ես նաև մայր եմ, կին եմ, ունեմ երեխա, համատեղում եմ նաև ընտանեկան կյանքը, իմ բժշկի կյանքը եւ երգչուհու կյանքը։ Արդեն 6 տարի է բնակվում եմ ԱՄՆ-ում եւ այնտեղ բարքերն էլ ու կյանքի ռիթմն էլ բավականին այլ են, բայց հավատացեք հնարավոր է նույնիսկ եթե ապրեի լուսնի վրա եւ այնտեղ ավելի արագ կերպով ռիթմը լիներ կյանքի, միևնույն է կհասցնեի։ Եվ ի վերջո մարդուց է կախված։ Եթե դու քո հոգում, իհարկե, միանշանակ համաձայն եմ Մարիայի հետ։ Եթե դու քո հոգում կրում ես այդ եռանդը, Աստծո հանդեպ շնորհակալությունը, դու ամեն օր պարզապես շնորհակալ ես, որ արևը բացվեց, որ դու կաս, որ դու հենց այսպիսին ես, դու ունես այս հնարավորությունները, դու սարեր շուռ կտաս։ Սա առաջին դեպքն է պետք է խոստովանել, որ ես հանդիպում եմ բժիշկների, ովքեր իսկապես երկու, հա, այսպես ասպարեզներ, ասում եմ պրոֆեսիոնալ աշխատանք է եւ երաժշտությունը եւ բժշկությունը։ Որտեւ մինչ այդ իմ բոլոր ընկերները ասում են, թե հոբի է մեզ համար երաժշտություն, ազատ ժամանակ, հա, կերկենք, չգիտեմ, կասմունքենք, արվեստի հետ, հա, առնչվող, բայց ձեր պարագայում բավականին լուրջ է, ես հասկացա։ Բավականին լուրջ է, ԱՄՆ տեղափոխվելուց հետո շարունակել եմ ուսումս հայ ժողովրդի Պարծանք ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Էլադա Չախոյանի վոկալի դպրոցում, հետո շատ ընկերացանք Տիկին Էլադայի հետ եւ մի քանի օրից նա կժամանի Հայաստան, որպեսզի ներկա լինի մեր համերգներին։ Այնպես որ ամեն ինչ արժևում եմ եւ մենք ձեզ բոլորիդ մեծ ուրախությամբ սպասում ենք։ Հրաշալի է եւ հետաքրքիր է նաեւ Մարիա դուք վերջին ելույթը երբ է եղել եւ որտեղ ինչպես հասկացա իմ այդ դեպքում դա հենց Carnegie Hall-ի ելույթներ Ես վերջի անգամ այս օրկեստրի հետ մասնակցել եմ 2010 թվականին Երևանում, Արամ Խաչատրյանի, այո, համերգասրահում։ Դա առաջի ելույթն էր։ Փաստորեն արդեն քանի տարի է, որ օրկեստրի մաս եք կազմում։ Արդեն փաստորեն ստացվում է 16 տարի։ Վաու։ Այո։ Վաու։ Գեցեք։ Եկեք եւս մեկ անգամ ռադիոլսողներին հիշեցնենք, որ հունիսի 25-ին եւ 26-ին է կայանալու համերգները Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում բացառիկ մշակութային ու մարդասիրական իրադարձություն։ Մուտքը ազատ է, թե տոմսերը վաճառվում են ինչպես է։ Տոմսերը վաճառվում են բնականաբար, ինչու, որովհետեւ մենք ունենք առաքելություն, նպատակ, նորից եմ կրկնում, ամբողջական ֆինանսական հասույթը տրամադրելու ենք Կաթիլ բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է մեր երկրում ապրող 1000-ից ավել դիաբետով տառապող երեխաների խնդիրներով եւ առողջությամբ։ Ես ուզում եմ նորից շեշտել, հարգելի հայրենակիցներ, որ դրամական հասույթներից մեր համերգների, թե առաջիկա համերգների, թե արդեն կայացած որևէ պահումներ չեն արվել, այսինքն ամբողջ դրամական հասույթը տրամադրվում է երեխաներին եւ 2010 թվականի համերգի հասույթը տրամադրվել է Փրկություն Հաշմանդամ կենտրոնին, նույնպես Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ էր եւ ես ուզում եմ մեկ վարքյան խնդրել ձեզնից հրապարակայնորեն շնորհակալություն հայտնելու Սերգեյին, որ միշտ մեզ հետ է, քանի որ մեր տոմսերը կայծակնային արագությամբ են վաճառվում եւ կարծում եմ, որ Սերգեյի հանդեպ սերը ժողովրդի կողմից նույնպես շատ օգնում է, որ մեր համերգները հաջողված են լինում։ Այնպես որ Սկիզբը համերգների ժամը 7-ին է սկսվելու։ Ժամը 10-ին։ Տոմսերը հասանել են ընդհանրում եմ on-line, արդեն կարելի է ձեռք բերել։ Այո։
Տոմսարկղայեմ կայքից եւ համերգասրահի տոմսարկղից։ Բժիշկները խալաթով կլինեն, բեմ թե ոչ։ Հետաքրքիր կլիներ իդեպ։ Ինչու ոչ։ Ձևաչափը, բայց այս անգամ ոչ։ Կարծում եմ գոնե այս անգամ վաղ չներշնչենք, փոխարենը ներշնչենք պարզապես հեքիաթային լավ տրամադրություն եւ ինչու ոչ, բոլորս միասին ճախրելու ենք շատ բարձր։ Հրաշալի է, շատ շնորհակալ ենք ինչպես առավոտը մեզ հետ սկսելու եւ մեր տաղավարում լինելու, այնպես էլ ձեր գործունեության համար երկուսի էլ, որովհետեւ երկուսն էլ մարդասիրական ուղղվածություն ունեն։ Շնորհակալ ենք ձեր ընտրության համար, սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք սոպրանո, վիրաբույժ ստոմատոլոգ Էմա Արվենի եւ առաջին ջութակ դեղագործ Մարիա Խաչիկյանի հետ։ Հաջող ելույթներ ենք մաղթում ձեզ, իսկ մենք կհանդիպենք կարճատև դադարից հետո։ Սուրճ ուսեր առավոտից։ Now, ladies and gentlemen, it's with great pleasure and no apology that we start this one once again. So come on, you. It's my life, take it or leave it, set me free. What's that crap? I know it all. I got my own life, you got your own life. Live your own life and set me free. Mind your business and live my business. You know everything, Papa know it all. Very little knowledge is dangerous. Stop bugging me, stop bothering me, stop bugging me, stop fussing me, stop fighting me, stop yelling me. It's my life. 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 Do you understand? I live the way I want to live. I make decisions day and night. Show me signs and good examples. Stop telling people how to run their business. Take a trip to east and west. You find out you don't know anything. Devil's getting tired of you. Sometimes you have to look and listen. You can even learn from me. Little knowledge is dangerous. It's my life. It's my life. It's my life, my world. It's my life. It's my life, my world. It's my life. It's my life. It's my life. It's my life. Set me free, so you beg, so you lie. What you see is what you get. Listen to people and saw things I do them no more. Things I say them no more. Changes come once in life. Stop bugging me, stop bothering me, stop bugging me, stop fussing me, stop fighting me, stop yelling me, stop telling me, stop seeing me. It's my life. It's my life. It's my life, my world. 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 It's my life. It's my life. It's my
Եկա քեզ մոտ հարց չծակեց, ինչու եմ հիշել դոկտոր Ալբային։ Ենթադրեցի Տիգրանի, ենթադրեցի հենց դոկտոր բառը տեսա սկզբում, ենթադրեցի, որ իդեպ հետաքրքիր է, նա նույնպես իրականում բժիշկ է, թե սա պարզապես Նա ունի ատամնաբուժական կրթություն եւ մինչ հայտնի դառնալ It's My Life երգը բավականին այսպես լուրջ գործունեությամբ է զբաղվել որպես ատամնաբույժ։ Ահա, ես տեսա թե դու ինչ ես արել։ Դու մեզ համար առանձնացրել ես ցանկ հայտնի երաժիշտների, որոնք իրականում նաև բժիշկ են։ Այո, օրինակ Ալեքսանդր Ռոզենբաումին հիշում ես, ռուս հայտնի երգիչ, որ ավարտել է բժշկական ինստիտուտը եւ աշխատել է որպես շտաբ օգնության բժիշկ։ Էնզո Ջանասին է փաստորեն իտալացի երգիչ երգահան, նաև բժիշկ, բժշկության դոկտորի աստիճան ունի եւ երկար տարիներ համատեղել է բժշկությունն ու երաժշտությունը։ Հենց նոր հասկացա, որ տարբեր ոլորտներում երբ մարդիկ դոկտորի աստիճան են ունենում, դա հասկանում եմ, բայց երբ բժշկական ոլորտում է դոկտոր, ինչ ենք ասում, դոկտոր, ինչպես ենք դիմում նրան։ Բարդ է շատ, ես իմ փորձից կարող եմ ասել, որ պետք է ամեն ինչ թողնես եւ զբաղվես բժշկությամբ։ Եթե փորձում ես համատեղել, այ դրա համար հարցրեցի մեր հյուրերին քիչ առաջ, արդյոք նրանց մոտ ստացվում, բայց արի ուտես, որ փաստորեն ստացվում է։ Մենք ունենք նաեւ զանգ այս պահին, արի լսենք ռադիոլսողի, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս ունկնդի, դուք եթերում եք։ Բարի լույս Տիգրան, բարի լույս Վեգա, Ողջույն Տիկին Անահիտ։ բարի լույս Հայաստան։ Բարի լույս։ Ես անգել եմ ձեզ մաղթել հաջող շաբաթ, շատ հետաքրքիր շաբաթ ա մեզ սպասում։ Տիգրան, շնորհակալ եմ ընտրությանդ համար, իդեպ ուր էիր կորել։ Ամեն դեպքում քո Չի կորել, բացատրությունը։ ընդամենը արձակուրդում է գտնվում։ Այո, ես մաղթում եմ քեզ բարի վերադարձ։ Ես շնորհակալ եմ կատարած ընտրության համար, իմ սրտից էր բխում։ Շատ հետաքրքիր շաբաթ ա մեզ սպասում, չէ՞։ Լարա Ֆադյանի այցը Հայաստան պատրաստ անձամբ ես մոլի ֆուտբոլասեր եմ, շատ մեծ թափով պատրաստվում եմ ֆուտբոլի աշխարհի առաջնության, որ կմեկնարկի հունիսի 11-ին ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում, շատ հետաքրքիր, դա ինձ համար ամենահիանալի օրերն են, որ զերծ կմնամ ամեն ինչից եւ կնվիրվեմ ֆուտբոլին։ Մաղթում եմ ժողովրդին հաջելի շաբաթ, հանրային ռադիոյին նույնպես ես ուզում եմ, որ սա հույսի երկուշաբթի լինի եւ ուրախության կիրակին էլ շատ շուտով ձեզ այցելի։ Այսքանը սիրելի։ Կեցեք, շնորհակալ ենք դրական լիցքերի եւ մաղթանքների համար։ Շնորհակալ ենք, այո, թեթև երկուշաբթի մաղթենք բոլորին։ Մենք նաեւ ունենք մեկնաբանություններ Facebook-ին մեր լայվի տակ։ Իրականում կարծես թե ունենք ավելի շատ մեկնաբանություններ, քան Facebook-ը ինձ ցույց է տալիս տեխնիկական փոքրիկ խնդրի պատճառով, բայց ինչ որ տեսնում եմ, փորձեմ կարդալ։ Վահե Գաբրիելյանն է մեզ բազմաթիվ մեկնաբանություններ գրում, կարծես թե Վահեն մեր Facebook-յան էջին վերջերս է միացել, մինչ այս աուդիո տարբերակով է լսել։ Ջան, այսինչ լավ երգեր եք դրել, մի պահ գնացի հին օրեր իմ մանկություն։ Տիգրան, սա կարծում եմ քեզ է ուղված, մեր երաժշտական պրոդյուսերը այս պահին Տիգրանն է։ Էլ ինչ մեկնաբանություններ ունենք, բարի լույս են մեզ մաղթում շատերը եւ կարծես թե Facebook-ը չի ուզում ինձ հավելյալ մեկնաբանություններ ցույց տալ, եւս մեկ անգամ փորձեմ։ Իրականում մեր Facebook-յան էջը շատ ակտիվ է այսօր, քանի որ նաև շատ ծանրաբեռնված, պայմանավորված բնականաբար ընտրություններով եւ այն անընդհատ թարմացնող ինֆորմացիայով, որի հետևում ռադիոլուրի մեր գործընկերների իսկապես քրտնաջան աշխատանքն է եւ այդ պատճառով մի փոքր այսօր ժամանց է յետին պլան է մղվել եւ չենք կարողանում այդքան էլ հետևել բոլոր մեկնաբանություններին, բայց մենք կարդում ենք, այո, վստահ եղեք, մենք ոչ մի կոմենտ բաց չենք թողնում։ Շնորհակալ ենք, ես վստահ եմ, որ հաջորդ կատարումը եւս հաճելի շողոցների գիրկը ձեզ կգցի մի քիչ թարմացված տարբերակով։ They call me Margarita.
buena. Dale a tu cuerpo alegría, Macarena. Macarena. Dale a tu cuerpo alegría, Macarena. Que tu cuerpo es para darle alegría y cosa buena. Dale a tu cuerpo alegría, Macarena. Macarena. Alegría Macarena, que tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. My name is Macarena. Always at the party con las chicas que son buenas. Come join me, dance with me, and all you fellas chant along with me. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena. If you don't have a website for your business, առավոտից Այո, սուրճ ու սեր առավոտից միայն ու միայն հանրայինի ուղիղ եթերում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Այո, հիմա արդեն 10:41 եթերաժամի վերջին հատվածն է եւ չենք կարող չօգտագործել ժամանցային նորություններով ձեր լրահոսը թեթևացնելու համար, որովհետեւ այսօր կա եւ լինելու է առավել ծանր լրահոս, ինչն իհարկե կարեւոր է, մենք ընտրություն ենք կատարել, պետք է դրա արդյունքներին հետևենք, բայց մինչ այդ մի փոքր շեղվենք եւ հասկանանք ինչ է կատարվում Հոլիվուդում։ Եվ խոսենք մեր հայրենակցուհու մասին, ով շարունակում է հիացնել բոլորին իր շլացուցիչ արտաքինով, խոսքը վերջերս իր 80-ամյակը նշած Շերլին Սարգսյանի մասին է։ Շերը կրկին գրավել է բոլորին, ցուցադրելով իր ապշեցուցիչ հարթ փայլուն մաշկը եւ անթերի ճաշակը, այս անգամ 80-ամյա աստղի տեսքը պայմանավորված էր կոսմետիկ հսկա Garnier ֆիրմայի լայնածավալ գովազդային արշավի հետ, նա որոշել է գովազդել Fructis Diamond Slick Spray-ը։ Նկարահանման հրապարակում նրան միացել է 20-ամյա հոլիվուդյան աստղ Շոչիտլ Գոմեսը։ Այ նրան պետք է խոստովանեմ չեմ ճանաչում։ Ես էլ չէի ճանաչում, ես ու Տիգրանը հենց նոր բացահայտեցինք նրան, միայն կարող ենք ասել, որ ակնհայտ մեքսիկական արմատներով հրաշալի տեսք ունեցող աղջիկ է։ Այո, գեղեցկուհի 20-ամյա, եւ նրանք միասին շերի հետ նկարահանվել են ոչային կարճ գովազդային տեսահոլովակում, որի հիմնական նպատակն է հարմարեցնել եւ ցուցադրել շերի հայտնի ստորագրությամբ սանրվածքը ժամանակակից գեղեցկության միտումներին։ Փաստորեն այս սանրվածքի հետևում Շերն է կանգնած։ Ես չգիտեի, որ այս իսկապես լեգենդար դարձած սանրվածքը առաջինը ներկայացրել է Շերը հանրությանը։ Մեկնաբանելով նախագիծը, նախագծում իր մասնակցությունը լեգենդար երգչուհին նշել է, որ այս համագործակցությունը խորը անձնական նշանակություն ունի իր համար։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր միշտ հավատացել են, որ մազերը ինքնադրսևորման ամենակարևոր մասն են, ահա թե ինչու այս արշավի համար Garnier-ի հետ համագործակցելը այդքան բնական ու ճիշտ էր թվում, ասել է Շերլին Սարգսյանը։ Մի հետաքրքիր բանել են ասել է, որ երբեք չեմ զգացել գեղեցկության գաղտնիքները ուրիշներից թաքցնելու անհրաժեշտությունը։ Կան, չէ՞, մարդիկ, որ ինչ-որ լավ բան գիտեն, բայց երբեք չեն կիսվում։ Օրինակ ասում ես, ինչ գեղեցիկ են մազերը, ինչպես է ստացել այս սանրվածքը, ես այսպես սնվել եմ։ Եվ օրինակ այդպես էլ չեն ասում, թե ինչպես է դա նրանց հաջողվել։ Դες մենք լսում ենք հավերժ երիտասարդ Շերի հանրահայտ Believe Remix տարբերակը եւ շարունակում։
talking to you. It's so sad that you're leaving. Takes time to believe it. But after all is said and done, you're gonna be the lonely one. Oh, do you believe in life after love? I can feel something inside me say, I really don't think you're strong enough now. Do you believe in life after love? I can feel something inside me say, I really don't think you're strong enough now. Do you believe in life after love? I can feel something inside me say, I really don't think you're strong enough now. Do you believe in life after love? I can feel something inside me say, I really don't think you're strong enough now. Cause I know that I am strong, and I don't need you anymore. I don't need you anymore. I don't need you anymore. No, I don't need you anymore. Do you believe in life after love? I can feel something inside me say, I really don't think you're strong enough now. Do you believe in life after love? Do you believe in life after love? Տասնանց է 46 հիշեցինք Շերի հանրահայտ Believe հիթը, բայց մենք շարունակում ենք։ Եվ քանի դեռ խոսում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հայուհիներից, անդրադառնանք նաև մեր մյուս հայուհուն, ոչ պակաս հայտնի, իհարկե այլ ասպարեզում, բայց ամեն դեպքում եւ նաև իդեպ Շերի մեծ երկրպագու, շատ մեծ երկրպագու է Քիմը Շերլին Սարգսյանի Հելոուինին հաճախ նրա կերպարներով է ներկայանում եւ առիթը բաց չի թողնում նրան մոտենալու, նրա հետ լուսանկարվելու։ Քիչ առաջ էլ մեր կատակով նախկին Փեսայի Kanye West-ի ծնունդը շնորհավորեցինք, իսկ հիմա արդեն մեր ներկայիս Փեսայի ավտոմրցաշավորդ, լեգենդար մրցաշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ է հարաբերությունների մեջ Քիմ Քարդաշյանը եւ քանի որ Մոնակոյում ընթանում էր Grand Prix մրցաշարներ ընթանում, Ֆորմուլա 1-ներ ընթանում, նա այնտեղ էր եւ սատարում էր Լյուիսին եւ Grand Prix մրցանակաբաշխության ժամանակ վարորդը պատվոհարթակից համբույր է ուղարկել Քիմին, մեր հայուհուն 41-կամյա բրիտանացի մարզիկը իրականում երկրորդ տեղի համար նախատեսված գավաթը այս անգամ գրավեց եւ պաշտոնական Instagram-ի էջում Ֆորմուլա 1 կարճ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է թե ինչպես է հեռուստաաստղը հպարտությամբ նկարահանում իր ընկերոջը, մինչ Մոնակոյի արքայադուստր Շարլենը նրան հանձնում է հեղինակավոր գավաթը։ Վերջին շրջանում նրանք ամենաքննարկված զույգն են եւ շատերը իհարկե մեմեր են նաեւ կազմում, որովհետեւ Քիմը նայում է այդ մրցաշավերը եւ բոլորը վստահ են, որ նա առհասարակ ոչինչ չի հասկանում ավտոսպորտից, բայց գնում է նրան ուղեկցում էր քույրը Քլոե Քարդաշյանը, նրանք միասին գնացել էին եւ հետևում էին
Լյուիսի մրցմանը։ Նաև վերջերս նկատել էին Քիմին եւ Լյուիս Հեմիլտոնին լազուրի ապրում։ Հետաքրքիր, այսպես համարձակ կաշվեց գեստով է ներկայացել Քիմը զբոսանավի վրա։ Իրականում շատերը կարծում են եւ տարբեր մեկնաբանություններ են թողնում, շատերը կարծում են, որ նրանք իդեալական զույգ են, շատերն էլ ասում են, որ զարմանալի է, որ տարբեր կանանց հետ հարաբերություններ ունեցող Հեմիլթոնը, այդ թվում հայտնի կանանց, երբեք պաշտոնապես չի հաստատել այդ հարաբերությունները, բայց Քիմի հետ ընդամենը տարեսկզբից հարաբերությունների մեջ գտնվելով նա արդեն որոշեց, որ մեր հայրենակցուհուն պետք է հանրայնացնել։ Դե կարծում եմ հայկական պահանջով Քիմն ասել է, ով ենք մենք իրար համար երիտասարդ կամ այս կողմի հատ հասկանանք։ Դե ինչ, այսպեսին էր լրահոսը մի փոքր այսպես սկանդալային, մի փոքր նաև շոու բիզնեսային։ Դե իսկ մենք ավարտելով մեր այսօրվա աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում մաղթում ենք բոլորին թեթև աշխատանքային երկուշաբթի 22 աստիճան այս պահին Երևանում, օրվա ընթացքում ցանցակը կբարձրանա մինչև 30 աստիճան, նաև բացառված չէ անձրևը։ Այո, այնպես որ ժամերին եթե պետք է դուրս գաք, տրամադրված եղեք։ Այո։ անձրևանում չմոռանաք։ Չմոռանաք եւ հետեւեք հանրային ռադիոին, մնացեք հանրային ռադիոյի հետ, րոպեներ անց ընդհանրապես ձեզ կմիանան ռադիոլուրի մեր գործընկերները եւ առհասարակ ամբողջ օրվա ընթացքում ձեր ձեռքը պահեք լրահոսի զարկերակին, հետեւելով հանրայինին։ Դե իսկ հունիսի 8-ը ձեզ հետ դիմավորեցին եւ առավոտ անցկացրեցին Վեգա Անդրեասյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Մինչ հանդիպում վաղ առավոտյան 9:30-ին։ A little souvenir. Can I steal it from you? To memorize the way you shock me, the way you move it here. Just wanna feel it from you. Hey, Don't be afraid to catch feels. Ride your cup and chase thrills. I know you ain't afraid to pop pills. Baby, I know you ain't scared to catch feels. Feels with me. I'm your window shopper. Sucker for your novel. I'm wearing your goggles. Virtual reality. It ain't what it cost you. It might be $1 as long as it shocks you. Memory, electricity. Mind if I steal a kiss? A little souvenir. Can I steal it from you? To memorize the way you shock me, the way you move it here. Just wanna feel it from you. Hey, Don't be afraid to catch feels. Ride your cup and chase thrills. I know you ain't afraid to pop pills. Baby, I know you ain't scared to catch feels. Feels with me. Goddamn, I know you love to make an entrance. Do you like getting paid attention? You mix the wrong guys with the right intentions. In the same bed, but it still feel long distance. You're looking for a little more consistency. But when you stop looking, you gon' find what's meant to be. And honestly, I'm way too done with the hoes. I cut off all my exes for your X and O's. I feel my old flings was just preparing me. When I say I want you, say it back, parakeet. Fly your first class through the air, Airbnb. I'm the best you had, you just be comparing me to me. I'ma add this at you. If I put you on my phone and upload it, it'll get maximum views. I came through in the clutch more than lipsticks and phones. Wore your fave cologne just to get you alone. Don't be afraid to catch feels. Don't be afraid to catch these feels. Ride